Ընկերներ, բարև ձեզ, խաղաղություն ձեզ։ Մի հատ հետաքրքիր թեմայով եմ ուզում կիսվեմ։ Այսօր ուրեմն իմ բալիկի աչքերը տենց խնդիր ունեն, տենց ինչ-որ տարածվով է, մակապարտեզից է եկել եւ այլն։ Նորմալ է, լուծվում է։ Նա տենց խնդիր չեմ տեսնում։ Այսօր բալիկս առավոտյան սենց անում, ասում է, ինչի է ես, ինչ որ մարդկանց անուններ տվեց, որոնք որ հիվանդ են, իրականում մեր դայակները եւ այլն, սենց։ Ասեց ինչի է, որ իրանք հիվանդացել են։ Ասեցի այդ նրանից ասեցի երևի մի չար բան արել եք։ Ճիշտ ասած դե ինքը երեխա է, ասենց արեցած մենք ինչ ենք արել, մենք բան չենք արել։ Ու հետաքրքիրն է ընկերներ։ Գիտես ասեցի իսկ երբ ես օրինակ Աստծո շնորհակալություն հայտնել Աստծուն։ Իսկ ինքը ասեց չէ, ասեցի իսկ դայակներն էլ ու մնացած մարդիկ ու անունը որ տվեցիր, իրականում Աստծո չեն շնորհակալություն հայտնում ամեն բանի համար։ Դրա համար էլ դա չար է իրականում։ Աստծոս գոհանելը բարի է ընկերներ, բայց եթե չես գոհանում Աստծոց ամեն ինչի համար, այն իրավիճակների, այն ունեցածից, չունեցածից, դա չար է եւ դա դուղ է բացում։ Գիտես, ձեզանից շատերը մեղադրում են սկվազնյակին, մեղադրում են մառոժնի ուտելուն, մեղադրում են, ասենք չգիտեմ, որ լողանում ես մազերը թացավ մրսում ես, բայց դրանից չի ընկերներ, սկվազնյակը իրավունք չունի մեկին հիվանդացնի։ Իրան այդ իշխանությունը տրված չի, գիտես, ամեն ինչ չար բան ստացվում է, լինում է, դա լինում է, որովհետեւ չենք գոհանում մենք Աստծուց, այո, չենք գնում Աստծո մոտ, մեր խնդիրները, մեր կարիքները ներկայացնում Աստծուն, հենց դա էլ պատճառն է, ընկերներ, մի մեղադրեք սրան նրան, մի մեղադրեք, որ ինչ-որ բանի պատճառով սենց եղավ, մեղադրեք ձեզ, որովհետև տարին մեկ եք երևի Աստծոց գոհություն հայտնում, ճշմարտությունով ձեզ ասում եմ, հա, ձեզանից շատերը կան, որ մի քիչ հաճախ են անում, իհարկե, բոլորին չի վերաբերվում այդ խոսքս, բայց գոհանելը բարի է, ընկերներ, գոհացեք Աստծուց, անգամ գոհացեք նրա համար, ինչ որ չունեք, շատ բարի է, որ գնաք Աստծո մոտ իրականում, որովհետև տենց է գրած ասում, ամեն ժամանակ գոհացեք, որովհետև Աստծո կամքը դա է մեզ վրա Տեր Հիսուս Քրիստոսում, տենց է գրած է։ Աստծո կամքը դա է, որ մենք գոհանանք։ Մի այլ տեղ էլ գրած է, որ ասում է գոհացողը, հա, փառավորում է, Սաղմոսների մեջ է ոնց որ գրած։ Այսինքն ասում է ընծաներ ասում է զոհեր չեմ ուզում։ Ասում է գոհության պատարակներ մատուցեք։ Տենց է գրած է, գոհության պատարակը նշանակում է, երբ որ դու մտնում ես քո զոհասեղանի վրա դնում ես գոհություններ, շնորհակալություն ես, ինչի համար շնորհակալություն են, ինչի համար քննեք ձեր սրտեր, ընկերներ, որ մի բանը չունեք, Աստծո հետ կռիվ եք անում, բայց չեք գնում Աստծուն օրհնում, օրհնեք Աստծուն, գոհացեք Աստծուն, այսօրվա համար, այս խաղաղության համար, հələ նայեք այն հարևան պետություններում ինչ է կատարվում, մարդիկ զարթում են մի հատ ռումբ մտնում է իրան շենքի մեջ, չգիտեն էլ կապրեն, այսօր մենք այս չգիտեմ, լավ վատ այս խաղաղությունն ունենք, միթե չգոհանանք, որ մեր երեխեքը իրականում կարում են խաղան, իրականում կարում են հանգիստ խաղաղ սրտով գնան, ասենք չգիտեմ, մակապարտեզ, դպրոց եւ այլն։ Ամեն բանի համար գոհացեք, ընկերներ։ Որ ունեք այդ մեքենան, որ ունեք, չգիտեմ, այդ օրվա ուտելիքը, երբ որ սեղանի շուրջ եք նստում, գոհացեք Աստծուց, օրհնեք Աստծուց այս շքեղ կերակուրի համար, թեկուզ դա լինի ցամաք հաց ու պանիր, ընկերներ։ Դա շքեղ կերակուր է, ընկերներ։ 4 միլիարդ մարդ իրականում սովի խնդիր ունի։ Երբ որ դուք այդ հաց ու պանիրն ունեք, նշանակում է 4 միլիարդից լավն եք, իրականում ոնց ասեմ, ողորմություն արի Աստված, որ ձեր սեղանին դրել է այդ հաց ու պանիրը։ Բայց չէ, մենք մտածում ենք այն մարդը բանը չալաղաջ է ուտում, ամեն օր մենք հաց ու պանիր ենք ուտում։ Դրա համարն էլ Սողոմոնն ասում է լավ է մի բող ասում է ցամաք կերակուրը խաղաղությունով, քանց թե մի հատ մեծ զվարակ ասում է կռվով, չարիքով, նախանձությունով եւ այլն։ Ընկերներ, գոհացեք Աստծուց, բարի է։ Միշտ գոհացեք, ձեր երեխեքի համար օրհնեք, ձեր օրը որ սկսում եք օրհնեք, ձեր երեխեքի վրա պաշտպանություն այդ հայրմերը 30-40 վայրկյանը մի զլացեք այդ հայրմերը ասելուց։ Ասեք, ձեր ծածուկ սենակում մտեք, Աստծուն ասեք հայր մեր, որ երկնքում ես։ Որ ասում է Աստված որ ծածուկում տեսնում է, ձեզ հայտնապես կհատուցանի ընկերներ։ Չգիտեմ ոնց բացատրեմ իմ ազգին, որ Աստծուց գոհանալը բարի է, որ Աստծուն մոտիկանալը բարի է, որ Աստծուց, չգիտեմ, խնդրելը բարի է, ասում է խնդրեք ու կատարվի ձեզ ընկերներ։ Գրած է այդ կանոնադրությունը, ոնց որ Հայաստանի Հանրապետության կանոնադրությունն է, Աստվածաշնչի կանոնադրությունը շատ ավելի զորավոր է, քան մեր երկրի կանոնադրությունը։ Ճշմարտացիորեն ձեզ ասում եմ ընկերներ, բայց մենք չենք կարող դրան հավատանք։ Բայց ես խնդրում եմ, որ դուք դրան հավատաք։ Փորձեք ընկերներ, փորձեք ու կտեսնեք, որ Աստված ռեալ աշխատում է ձեր ընտանիքի, ձեր խաղաղության, ձեր օրվա, ձեր ամեն ինչի հետ։ Սրանով ես կիսվի ընկերներ։ Բարի է Տիրոջից գոհանալն ամեն ժամանակ, դա է Աստծո կամքը։ Գոհացեք, օրհնում եմ ձեր տունը, ձեր տեղը, ձեր ընտանիքները, ընկերներ, թող որ օրհնված լինեք, հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։